Հիմա մենք գտնվում ենք Լենինականի, այսինքն Ալեքսանդրապոլի դեպոյի տարածքում, վագոնային դեպոյի տարածքում, երբ 1899 թվականին արդեն գնաց կմտավ Ալեքսանդրապոլ, այս ամբողջ համալիրները կառուցված էին, նախատեսված էին գնացների վագոնների վերանորոգման համար։ Այս ամբողջը աշխատում էր, այստեղ հազարավոր մարդիկ էին աշխատում։ Հիմա էլ Լենինականի, այսինքն Գյումրիի դեպոն շարունակում է գործել, բայց այլ շենքերում, բայց ինչպես դուք տեսնում եք տեսանյութերում, սրանք հանդիսանում են այս շենքերը, այս շենքային համալիրները հանդիսանում են պատմաճարտարապետական արժեքներ։ Ես ինչքան որ տեղյակ եմ, երկաթգծի բալանսից այս ամեն ինչը դուրս է գրվել եւ հանձնվել է, չգիտեմ, քաղաքին, թե կառավարությանը, չեմ տիրապետում այդ ամբողջ ինֆորմացիային, թե կոնկրետում բալանսի վրա է գտնվում, գիտեմ, որ մասնավոր չէ, պետական է եւ գրեթե ամեն տարի այցելում եմ այս դեպոյի շրջանը, զբոսնում եմ, նայում եմ եւ ցավով պետք է արձանագրեմ, որ ամեն անգամ ես տեսնում եմ, որ մի բան թալանված է, մի բան գողացված է, մի բան տարված է, օրինակ շենքերից մեկի մեջ կար գերաններ, մի տարի հետո եկա այդ գերանները արդեն չկային, կտրել տարել էին, այնտեղ ճաշարանի շենքը, այստեղ կարող եք տեսնել այդ շենքը, այդ բացակայող հատվածը, այդ հատվածում հրակայուն աղյուսներ էին, որոնք չկան, չգիտենք ինչ է եղել, ենթադրում ենք, որ դրանք էլ են տարել, տեսնում եք, որ շենքերի մեջ, շենքերը քայքայվում են, տեսնում եք շենքի պատի միջով, այսպես ծառ է աճել, վերևում նույնպես, այսինքն այս շենքերը լուծման ենթակա են, բայց այնքան ամուր են կառուցված, որ այսքան տարիներ դիմացել են, երկու երկրաշարժ են տեսել, 26 թվականի ու 1988 թվականի։ Սա մեր վերաբերմունքն է, այսինքն պետության իշխանությունների վերաբերմունքն է պատմամշակութային, պատմաճարտարապետական արժեքներին բարձր թողի վիճակում, անխնամ վիճակում։ Ինչպես գիտեք, ես Մայր Հայաստան դաշինքով առաջադրվել եմ ավականու թեկնածու եւ Մայր Հայաստանը նաեւ տեր է կանգնելու այս ամեն ինչին, ազատ տնտեսական գոտու գաղափարը նաեւ միտված է այդ նման լքված հատվածները վերականգնելուն եւ զարգացման գոտի դարձնելուն։ Ինչու եմ դա այդպես ասում, որովհետեւ ազատ տնտեսական գոտին պետք է զարգացնի տրանսպորտային հանգույցները եւ այստեղ շատ կարեւոր է երկաթգիծը եւ երկաթգիծը զարգացնելու դեպքում մեծ հնարավորություններ տալու դեպքում մենք այստեղ ունենալու ենք ոչ թե նման անմխիթար այլանդակ վիճակ, այլ ունենալու ենք զարգացման գոտի, սրանք վերականգնվելու են որպես պատմաճարտարապետական արժեքներ, օգտագործվելու են տարբեր նշանակություններով, դա կարող է լինել մշակութային, համերգային, բիզնես, չգիտեմ, կարելի է մտածել, բայց եթե այստեղ զարգացման գոտի եղավ, ապա այս հատվածը եւս ընդգրկվելու է դրա մեջ, ելի եմ կրկնում, թե որպես պատմաճարտարապետական արժեք ներկայացնող կառույցներ, կառույցների համալիրներ, թե նաև որպես բիզնես ծրագիր կամ, չգիտեմ, մշակույթի զարգացման այլ ծրագրեր։ Եվ հարակից թաղամասերը եւս ընդգրկվելու են այս զարգացման գոտում, մասնավորապես խոսքը վերաբերվում է գծի հետև թաղամասին, Սևյան փողոցին, այստեղ հարակից թաղեր են, թաղամասեր են, դրանք եւս պետք է ընդգրկվեն այդ ամեն ինչի մեջ։ Ելի եմ կրկնում, շատ մեծ ցավով եմ արձանագրում այս վիճակը, որը սարսափելի ընկճող տպավորություն է թողնում։ Սա Ալեքսանդրապոլի շրջանի պատմական ճարտարապետական գանձերից է եւ ցավոք միակը չէ, ես մեկը ցույց տվեցի եւ կշարունակեմ այս շարքի շրջանակներում անդրադառնալ այդ ճարտարապետական մշակութային արժեքներին եւ առաջարկել Մայր Հայաստանի կողմից լուծումներ, թե ինչ պետք է արվի, որպեսզի մենք դուրս գանք նման իրավիճակից եւ նման փլատակներ տեսնելու փոխարեն մենք տեսնենք իրականում զարգացող Գյումրի, զարգացող թաղամասեր, պահպանված պատմաճարտարապետական արժեքներ, ի վերջո խոսում են, հա, իշխանությունները տուրիզմից են խոսում, տուրիզմի զարգացումից են խոսում, բայց տեսնում ենք, չէ, մեծ մասամբ ինչ ահավոր վիճակում է գտնվում այս արժեք ներկայացնող շենքերը։